Աստուբարին հայություն, այսօրդությամբ մենք նկատում ենք սենց մի բան, որ հայոց առաքյան սուրբ եկեղեցու վրա հարձակվում են եւ ուզում են հայոց առաքյան սուրբ եկեղեցի անունը պղծեն։ Կեղծ բռնելով Գարեգին Բ-ի վրա, մեղադրելով իրան, բայց իրականությունում մեղադրում են հայոց առաքյան սուրբ եկեղեցին։ Ինչու են մեղադրում Գարեգին Բ-ին։ Գարեգին Բ-ին մեղադրում են, որ իրան ունի երեխա, որ ինքը մոմացախում, որ եկեղեցին ինչու վարկ չի տալի պետությանը եւ այլը եւ այլը։ Մեկ-մեկ փորձենք հիմա այս հարցը քննարկենք եւ հասկանանք ինչ է ինչուց է։ Սկսենք մեղադրանքից։ Ուրեմն Գարեգին Բ-ն, որ կաթոլիկոս դառնա, ինքը խոստացել է, որ չի ամուսնանալու։ Ռուսերեն ասած «Закон безбрачия», բայց մենք հայերեն ասենք, ոնց որ հայերեն գրական հայերով կլինի, տենց էլ կգրենք, էդի «Закон безбана» չի ամուսնանալու խոստում ա տվել։ Հիմա, եթե Գարեգին Բ-ն ունի իրոք զավակ երեխա, բայց ինքը չի հաղթել այդ խոստումը, որ ինքը չի ամուսնանալու, ուղղակի ինքը ունի որոշ մի կինից երեխա կամ մի քանի հատ երեխա։ Հիմա մենք պետք է հասկանանք հայոց առաքելան սուրբ եկեղեցի օրենքներով, երբ որ եկեղեցականը ներկա ժամանակ կաթոլիկոսը ունի երեխա, ինչ պատիժ ինքը պետք է դրանից ստանա։ Նորից եմ նշում, Գարեգին Բ-ն չի խախտել խոստումը, որ չի պսակվելու, «Обет безбрачия» չի խախտել, դրա համար որ ինքը կին չունի, չի ամուսնացել, բայց ասում են եւ կարող է իրոք ունի զավակներ որոշ մի կնոջից, բայց նորից եմ նշում, որ այդ կնոջ հետ ինքը ամուսնացած չի, դրա համար փաստ Գարեգին Բ իր խոստանումը, որ չի պսակվելու, այս կոչված «Обет безбрачия» չի խախտել։ Էլի եմ ասում, իսկ եթե ունի երեխա, հարց, ինչ պատիժ պետք է ստանա կաթոլիկոսը, եւ եթե պետք է հրաժարական ստանա կաթոլիկոսը, ով իրավունք ունի այդ հրաժարականը տա։ Հայոց առաքելան սուրբ եկեղեցի օրենքներով հրաժարականը իրավունք ունի տա հայոց առաքելան սուրբ եկեղեցի ժողովը, որը որ ընտրում է կաթոլիկոսին։ Հիմա եթե դուք որոշ անձեր, որ ուզում եք պղծեք հայոց առաքելան սուրբ եկեղեցի անունը, ասելով գցելով ցեխը Գարեգին Բ-ի վրա, իրականացնում հայոց առաքելան սուրբ եկեղեցու վրա, գնացեք օրենքով հայոց առաքելան սուրբ եկեղեցի ժողովը թողած այդ հարցը քննարկի եւ որոշում ընդունի, ինչ պատիժ պետք է ստանա Գարեգին Բ։ Եթե հրաժարական, ուրեմն հրաժարական։ Այդ իրավունքը ունի հայոց առաքելան սուրբ եկեղեցի ժողովը, որը որ մասնակցում է որոշ չափի եկեղեցականներից եւ աշխարհիկներից, հասարակ անձերից, որոնք որ մասնակցում են եկեղեցի ժողովին։ Եվ հիմա չգիտեմ, մոտորապես կասեմ, Վաչե պապի երևի կասեմ։ Ուրեմն իսկ եթե հայոց առաքելան սուրբ եկեղեցին ինչ որ պատճառով, ասենք հայոց առաքելան սուրբ եկեղեցի ժողով որոշ պատճառով այդ գործողությունը չի կարող անել, պատմության փաստով, պատմության հիմքերը միայն հայոց պատմության տևեցեք, միայն աշխարհաժողովը իրավունք ունի հրաժարական տա կաթոլիկոսին։ Ուրեմն ինչ եկանք եզրականքին, որ հայոց առաքելան սուրբ եկեղեցի կաթոլիկոսին հրաժարական իրավունք ունի տա հայոց առաքելան սուրբ եկեղեցի ժողովը եւ երկրորդը աշխարհաժողովը։ Եվ մի մոռացեք, էսի արդեն Հայաստանի Հանրապետության իշխանության դիմում, մի մոռացեք, որ Սուրբ Էջմիածնի աթոռը եւ կաթոլիկոսը ներկա պահին Գարեգին Բ, դա Հայաստանի Հանրապետության կաթոլիկոսը չի, Հայաստանի քաղաքացու, միայն Հայաստանի քաղաքացու կաթոլիկոսը չի,
այդ ամբողջ հայության կաթոլիկոսն է։ Եթե պատկերացրենք Հայաստանի բոլոր քաղաքացիները դեմ են կաթոլիկոսին, իրանք այդ իրավունքը չուն հրաժարական իրան տան, դրա համար որ կա մնացած հայությունը։ Մի մոռացեք, նորից եմ կրկնում, հայոց առաքելան Սուրբ Եկեղեցի կաթոլիկոսը, Էջմիածինի կաթոլիկոսը, այդ բոլոր հայության կաթոլիկոսն է, ոչ թե միայն Հայաստանի քաղաքացու կաթոլիկոսն է։ Դրա համար իր հրաժարականը նորից եմ կրկնում իրավունք ունի տա միայն հայոց առաքելան Սուրբ Եկեղեցի ժողովը կամ աշխարհաժողովը։ Դա դժվար է հասկանալ։ Երկրորդը, երբ որ դուք ասում եք եկեղեցին մոմ է ծախում, եկեղեցին որ դարերից է մոմ ծախում, բայց դա մոմ ծախել չի, մոմ չի վճարում։ Դա բարի գործողություն է, ժերտվապրինошение, դու բարի գործողություն սամ եւ մոմը վառում ես, բայց գնացեք յուրաքանչյուր եկեղեցականին հարցրեք, մոմը վառելուց պարտադիր դու պետք է մոմ վառես, ես աղոթես Աստծուն, թե առանց մոմի էլ կարաս, բոլորը կասեն կարևոր է սրտանց եւ հոգով դու աղոթես Աստծուն, որ Աստծո քո աղոթելը սի։ Իսկ դու այդ կարող ես 1000 հատ, 100,000 հատ մոմ վառես, 1,000,000 մոմ վառես, բայց եթե դու հոգով մաքուր չես աղոթում Աստծուն, Աստծո քո աղոթը չի լսել կամ էլ չընդունել։ Դրա համար ինչ կապ ունի մոմ վառելը եւ Աստծուն աղոթելը ընդհանրապես չկա։ Ուղղակի այդ բարի գործողությունը եկեղեցուն, որ եկեղեցին կարա իր այդ շենքերը ապահովի պահի, չէ՞ որ իրան գումարա պետք է որ այդ եկեղեցի կառույցը աշխատի։ Դրա համար երբ որ Նիկոլը ասում է այդտեղից ինքը պետք է պետությունն է, ներկա ժամանակ պետությունը Նիկոլն է դարել, որ պետությունը պետք է ստանա եկամուտ, ինքը մտնում է բարի գործողության գրպանի մեջ։ Դա մեկ։ Երկրորդ, երբ որ ինքը ասում է շենքից վարկ պետք է տա, ես չհասկացա, հрьяաների պես է դարել, որ այդ հрьяաներն են այդ օրենքը ուտում, որ հայոց առաքելան եկեղեցի շենքերը պետք է վարկ տան, բայց միջազգային օրենքներով այդ ասեն, որ տենց չի։ Ինչ վարկ պետք է տան։ Անհասկանալի մի բան։ Մի խոսքով ստացվում է, որ մեր իշխանությունը ներկայացում է մտնի եկեղեցի գրպանը։ Իսկ եթե եկեղեցականները այդ փողը որոշ չափի գողանում են, հանուն իրանց սեփական շահերի կյանքի համար, ոչ թե եկեղեցի կառուցքի համար, եկեղեցի ինստիտուտի համար, այդ արդեն եկեղեցու օրհնա կամ իշխանությունը պետք է ապացուցի, որ դե կա մошеннические действия, գողություն։ Եթե չես կարող ապացուցել շարմիտ ու դրա համար որ կա презумпция невиновности։ Դուք մարդուն հələ չեք ապացուցել, արդեն մեղադրում եք։ Դա չի կարելի։ Եվ սահմանափակվեք նրանով, որ նորից եմ ասում, հայոց առաքելան Սուրբ Եկեղեցի կաթոլիկոսին հրաժարական իրավունք ունի տա միայն եւ միայն հայոց առաքելան Սուրբ Եկեղեցու ժողովը կամ աշխարհաժողովը։ Մնացած բոլորը ոչ մեկ այդ իրավունքը չունի։ Անձամբ ես համաձայն եմ վերականգնենք աշխարհաժողովը եւ ընտրենք նոր կաթոլիկոս։ Իմ կարծիքով ներկա պահին դա կլինի Արամ առաջինը, Կիլիկիայի մեծ տան կաթոլիկոսը։ Մոտորապես այդքան, շնորհակալություն։